Սենց մի հատ մոտիվացիոն բանից եկեք սկսենք, օրինակից։ Այդ տեսեք, սա ինչ է նկարած, ինչ որ մի հատ ֆունկցիա է։ Չէ՞, այսինքն ոչ մի արտասովոր բան չկա, 0,1 հատվածի վրա, ասենք y-ը հավասար է x ֆունկցիայի գրաֆիկն է։ Եկեք, այս n-ը մի քիչ որ աճ տանը, գծվում է մի հատ ուրիշ ֆունկցիա։ Սա մի հատ ուրիշ ֆունկցիա է, ասենք x-ի 8 աստիճան ֆունկցիան է, վերջնա թիվը վերադառնում է դրա 8 աստիճանը։ Դա 0 չի դառնում իհարկե, 0-ին մոտիկ է, բայց որ արժեքը գրեք, տեսեք 0.0054, այսինքն նա չի որ 0 է դառնում։ Բայց ոնց որ եւ սпасելի է, մեկից փոքր թիվը որ 8 աստիճանից բարձրացնում փոքրանում է։ Հիմա այս n-ը որ մի քիչ էլ աճ տանը, կտա x-ի 9 աստիճան, 10 աստիճան, 11 աստիճան, 12 աստիճան, ոնց որ տեսնեք, այս ֆունկցիաների գրաֆիկները իրենց հետ ինչ որ տարօրինակ բան է տեղի ունենում։ Հա, այսինքն հետ գանք, ամենասկզբում ունեի այս ֆունկցիա, հիմա իրան մի քիչ այս երկրորդ ֆունկցիան է կարճ ասած, սա երրորդ ֆունկցիան, սա 4-րդ, 5-րդ եւ այլն, այսինքն ֆունկցիաների, այսպես ասենք, հաջորդականություն ունենք։ Ինչ եք նկատում, ժողովուրդ, ինչ է լինում, երբ որ այս պուլտը մի քիչ աճ եմ տանում ու նայում ենք հաջորդ ֆունկցիաները։ Անընդհատ մոտիկան մեկին միշտ չի ասում։ Շատ լավ։ Ինչ որ իմաստով մեկին մոտիկանում է, իսկ եթե փորձենք նայել այսքան տեղը իր ընդունած արժեքները, հա, կոպիտ ասած։ Սուպամիտում է 0-ից 1, ոնց որ մեկը բաց 0-ին, հենց 1 կետում 1-ին, էլի։ Շատ լավ, այո, այսինքն այս զուտ մի հատ այնպես ոչ ֆորմալ որ ասենք, ստացվում է որ այ այստեղ արենք, այս կետերում մտովի մի հատ թիվ պահեք, օրինակ ասեք ես վերցնում x-ը հավասար է 0.6 ու ուշադրություն դարձրեք, ինչ է տեղ ունենում իմ ֆունկցիայի արժեքի հետ 0.6 կետում, դե սկզբանը 0.6 կետում արժեքը այս է, տեսեք, մի քիչ ծորենք նշեի իհարկե, բայց 0.6, 0.6 ուշադրություն դարձրեք, ինչ է տեղ ունենում ֆունկցիայի արժեքի հետ, երբ որ այս ուլտը մի քիչ սենց աճ ենք տանում, արագ արժեքը սենց ընկնում է ներքև, չէ, մոտիկանում է 0-ի։ Հիմա որ նայեք 0.0001306 մի քիչ էլ եթե այս պուլտը աճ տանենք, ընդհանրապես այս կետում արժեքը վափրը 0-ին մոտիկ կլինի։ Այսինքն, եթե մտովի ինչ որ մի հատ կետ պահեք այս 0-ից 1 միջակայքում, մեր այս ֆունկցիաների հաջորդականությունը որ նայենք, իրանք սենց անընդհատ սենց ոնց որ փլվում են դեպի ներքև, սենց ընկնում են, այդ ճիշտ եք նկատել, որ այս ձգվում է այս աճ մասում ֆունկցիայի գրաֆիկը միշտ 1 է ընդունում, հա, 1 կետում 1 է։ Բայց ոնց որ այս լարը այսպես ձգես ու սենց սխմես դեպի ներքև, հա, այս կարմիրը առաջ այսպես ուղղագիծ էր, հիմա այսպես քանի գնում է, իջնում է ներքև։ Ու սենց։ Դե ոնց որ անընդհատ կարամ զում անեմ ու տեսնենք, որ ինքը 1 չի դառնում, բայց ինչքան այս պուլտը աճ եմ տանում, ինչքան հաջորդականության հաջորդ անդամին եմ ուզում դիտարկել, այդքան ինքը ոնց որ ավելի շատ սենց փսկում է, հա, ասենք պարկում է դեպի ներքև այս x-երի առանցքի վրա ու այդ երևույթին մենք հեսա ունենք տալու, ասել ենք մեր ֆունկցիաների հաջորդականությունը, չէ, այս պուլտը որ փոխում եմ, ոնց որ առաջի ֆունկցիան, երկրորդ ֆունկցիան եւ այլն մեկը մյուսին հաջորդում են։ Այդ ֆունկցիաների հաջորդականությունը ասել ենք, որ ձգտում է մի հատ այնպես յուրահատուկ ֆունկցիայի։ Ձգտում է այսքան տեղը 0 թվին է ձգտում, բայց 1 կետում միշտ ընդունում է 1 արժեք։ Հա, կարող իհարկե այստեղ կտրենք 1 կետից մի քիչ, այսինքն այսենց դիտարկենք, հա, 0-ից 0.8 հատվածի վրա, եթե իրան դիտարկենք, ինչ է տեղ ունենալու, առաջի ֆունկցիան այս տեսքն է ունենալու, երկրորդը այս, երրորդը այս, ու սենց շարունակ, փոքրանալու է դառնա ինչ որ մի փոքրիկ բան, այսինքն ոնց որ պատկերացրեք անիմացիա եք նայում, էլի ֆունկցիաների հաջորդականությունը, դա ոնց որ մի հատ գրաֆիկ է, հետո մի ուրիշ գրաֆիկ է եւ այդպես շարունակ։ Եվ սենց էլ նշենք, այս ֆունկցիաների հաջորդականությունը սենց փոքրանում է ու փսկում է ու դառնում է համարյա թե 0։ Հա, հիմա կանաչով մի ուրիշ ֆունկցիա է նկարած, այս սրա գրաֆիկը հեսա արմատ ուրեմն x քառակուսի մարդ 1 n-րդ։ n-ը դնում եմ 1, ստանում եմ մի հատ ֆունկցիա, դնում եմ 2, ստանում եմ ուրիշ ֆունկցիա, դնում եմ 3, մի ուրիշ ֆունկցիա, 4 եմ դնում ուրիշ ֆունկցիա ու տենց։ Այս n-ը ինչքան մեծացնում է, ոնց որ այսին ֆունկցիայի, տեսեք գրաֆիկի այս ներքևի կտորը սենց սրածայր դեպի ներքև է ուղղված լինում, արդյունքում ստացա մոտավորապես որ 6 առի նման ինչ-որ մի բան, ու կարող ասեք, որ ինչքան ես իմ n-ը մեծացնեմ, ասենք եթե n-ը վերցնեմ, թողեմ, որ ընդհանուր միջև 200 դառնա, այդքան էսից այդ մոտիկանում է մոդուլ x ֆունկցիայի։
Այսինքն մարդիկ նկատել են, որ շատ հաճախ ոնց որ, ոչ թե նկատել են, այլ աշխատում են ֆունկցիաների հետ, որոնք ֆունկցիաների հաջորդականությունն է, էլի, այսինքն f1, f2, f3 եւ այլն, այդ ֆունկցիաները քանի գնում են, մոտիկանում են ինչ-որ մի ուրիշ ֆունկցիայի։ Այս օրինակ մեզ կարա հիշացնի այն Taylor-ի բազմանդամների բանը, հա, այսինքն վերցնում ենք շնորհած f ֆունկցիա, ասենք 1-ը բաժանած 1 հանած x։ Ու ունենում ենք Taylor-ի բազմանդամներ, սա Taylor-ի, այստեղ տեսնում ենք 0-րդ բազմանդամն է, սա առաջինը, սա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, ոնց որ քանի գնում է, չէ, ինչքան էս պուլտը աճ եմ տանում, այդքան էս մոտարկումը ավելի սկսում է մոտիկ լինել այն կապույտ ֆունկցիային, այսինքն կարմիրը կապույտին ավելի մոտիկ է դառնում, համարյա բոլոր կետերում նման իրար մոտիկ են լինում։ Ինչ որ մի հատվածում էլի, ասենք այս 0-ին մոտիկ արանքը մոտիկ են լինում, որ հեռանաս, ասենք վերցնես -3 կետում արժեքը կարա տենց չլինի, բայց ուզեմ ասել ֆունկցիաներ են, չէ՞, այդ մեր Taylor-ի բազմանդամները, բազմանդամ ենք իրանով ֆունկցիա է, ու ինչքան այդ n-ը մեծացնում ես, նայում ես առաջին ֆունկցիան, երկրորդը, երրորդը, չորրորդը, այդքան իրենք մոտիկանում են մի հատ ուրիշ ֆունկցիայի։ Սա այդ գաղափարություններով հիմա կձևակերպենք այդ հատկությունը։ Եկեք ուրեմն հիշենք, երբ որ խոսում ենք անալիզի ժամանակ ասում ենք հաջորդականություններ ունենք, թվերի հաջորդականություններ, հա, ասենք 1n-րդ, 1, 1/2, 1/3, 1/4 եւ այլն, զգում ենք, որ սրանք քանի գնում մոտիկանում են ինչ-որ մի հատ թվի, ասենք թե 0 թվին են մոտիկանում։ Ասում ենք, ես մեր x1, x2, x3 եւ այլն այս հաջորդականությունը ձգտում է ինչ-որ մի x թվի։ Հա, այդ տերմինը զուգամիտելներ, ասում ենք զուգամիտում է x թվի, այս երբ որ գործ ենք ունենում թվերի հետ եւ գրում ենք sense, ասում ենք x թիվը հանդիսանում է x-n թվերից բաղկացած հաջորդականության սահմանը։ Հիմա նույն ձև, եթե մենք վերցնենք աշխատելու լինենք ոչ թե թվերի հետ, այլ ֆունկցիաների հետ, ասենք f1, f2, f3 եւ այլն, հա, պատկերացրեք այս Taylor-ի առաջին բազմաթավն է երկրորդ, երրորդ, չորրորդ, այսինքն առաջի կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի եւ այլն, հա։ Այն նորվա օրինակում մենք ունենք f1, f2, f3 ֆունկցիաներ, հերթով իրանց գրաֆիկները գծում ենք, ու ինչ ենք նկատում, որ ասենք եթե վերցնես նրանց մեջ տեղադրես 0.6, ասենք ինչ որ մի a եթե վերցնես տեղադրես, այսինքն այս f1-ի արժեքը a կետում, f2-ի արժեքը a կետում, f3-ին a կետում եւ այլն եւ այլն, իրանց արժեքները այդ a կետում հնարավոր է ձգտեն ինչ որ մի b թվի, եթե ձգտում են ինչ որ մի b թվի, ասում ես որ իմ ֆունկցիաների հաջորդականությունը a կետում ձգտում են b թվին։ Ուշադրություն դարձնենք ժողովուրդ, այս սրա նման մենք առնվազն երկու տարբեր բաներ ենք անցել, որովհետեւ չխառնենք սա դրանց հետ։ Այստեղ ասում ենք fn հաջորդականությունը ինչ որ մի ֆիքսված a կետում ձգտում է b-ի fn։ n-ը այստեղ փոփոխվում է, այսինքն մեր մոտ n-ն է, որ անդադ փոխում ենք, հա, 1, 2, 3, 4 եւ այլն, իսկ a-ն ու b-ն ֆիքսված է։ Հա, այսինքն a-ն ու b-ն ոչ մեկ ձեռ չի տալիս, էլի։ Ոնց որ վերցնում ես, նայում ես Taylor-ի այդ n-րդ բազմանդամի ընդունած արժեքը 0.4 կետում, ու n-ը ձգտացնում ես անվերջին։ Այսինքն նայում ես f1, f2, f3 եւ այլն, ամեն հաջորդ բազմանդամ ինքը ավելի լավն է լինում եւ իր արժեքը 0.4 կետում ավելի մոտիկ է լինում ինչ որ մի b թվի, որը որ ուզում էր ինչ որ տես մոտարկել։ Սա մենք չպետք է խառնենք այն նրա հետ, երբ որ ուներ ոչ թե ֆունկցիաների հաջորդականություն, այլ մի հատ ֆունկցիա, հա, այսինքն մի հատ ֆունկցիա։ Եվ իր մեջ դնում էր ինչ որ մի x, եւ այս x-ն էր ձգտում ինչ որ մի a թվի։ Հա, ստե ֆիքսենք input-ը, այս ֆունկցիայի ներսը ինչ ես դնում, դա ֆիքսված է։ Փոխվում են ֆունկցիաները, ոչ թե input-ները, այլ ֆունկցիաները։ Input-ը ֆիքսում ես, ֆունկցիաները փոխում։ Այսինքն այսի չպետք է խառնենք այն բանի հետ ֆունկցիայի սահմանը կետում, սա ոչ թե մի հատ ֆունկցիա է, այլ մի քանի ֆունկցիաներ։ Ոնց որ մեր գրաֆիկի մեջ տեսանք, այդ դրա նման, այսինքն ունես առաջի ֆունկցիան, հետո երկրորդ ֆունկցիան, երրորդ ֆունկցիան, չորրորդ ֆունկցիան, ու նկատում ես, որ ինչ որ մի ֆիքսված կետում սրանց արժեքները քանի գնում են, մոտիկանում են ինչ որ մի թվի։ Այդ դեպքում կասես, որ fn-ի fn ֆունկցիաների հաջորդականությունը a կետում ձգտում է այսինչ b թվի։ Հարցեր։ Ինքը մի քիչ մեզ ոնց որ խճճացնող սահմանում կարա լինի, հենց որ խնդրում ասեք ինչ հարցեր ունեք, ժողովուրդ։ Կներեք, ես մեծ հարց ունեմ, ասում եք Taylor-ի բազմանդամ։ Taylor-ի շարքի նկատի ունեք, թե դա ուրիշ է։ Հա, այդ Taylor-ի շարքը ոնց որ բազմանդամ ասեմ նկատի ունենք այն առաջին մի քանի գումարելիները, որոնք Taylor-ի բանաձև ստացվում են, շարքը ասելով նկատի ունենք բոլոր գումարելիները։
Օրինակ այս սրա մեջ տեսեք ստեղ գրված է ինչ-որ ֆունկցիայի համար իր Taylor-ի առաջի 8 գումարելիները, դա կոչվում է Taylor-ի 8-րդ աշճանի բազմաթափ։ Սա 9-րդ, սա 10-րդ, 11-րդ։ Եթե անվեր sense գրելով գնանք բոլոր գումարները գրենք, դրա անունը դրել են Taylor-ի շարք։ Այսինքն այս Taylor-ի բազմաթափը, որ Taylor-ի շարքը վերցնեմ, կտրեմ, այսինքն, հա, թող միայն առաջի 7 հատը դա կլինի բազմաթափ։ Դա չէ նույն բանն է։ Ну, մոտավոր ես sense հասկացել, այսինքն եթե նայում ենք եթե բանը Taylor-ի բազմանդամը զուգամետ է, հա, եթե ուրեմն արգումենտի տեղ օրինակ ինչ տիպ դնենք, դա էլ էլի զուգամետ է եղնելու ինչ որ բաներ, հա։ Մոտավորապես, ում որում այդ ինչ որ թիվ դնել, որ ասում ենք օրակյա մեջ դնենք ինչ որ մի x, այդ բանը էլ իրականում չի, որ աշխարհից ինչքան x դնենք կձգտի, օրինակ տեսեք այս գրաֆիկի վրա այս կետում, ասենք -1.5-ն է, այս կետում կարող է չձգտեն, բայց ասենք այս կետը որ վերցնեմ -0.5։ Հենց այս անիմացիայի միջից երևում է, որ ոնց որ այդ -0.5 կետում իմ այս ֆունկցիա կարմիրի արժեքները շատ մոտիկ են լինում կապույտի արժեքների։ Ոնց որ ինչ որ մի կետում, այսինքն ինչ որ մի a կետում, եթե վերցնեմ դնեմ տնամ այդ կետում այս fn(x)-ի արժեքները ձգտում են ինչ որ s-ինչ թվի, նոր ժամանակ ասեմ, որ տվյալ կետում զուգամիտում է ֆունկցիաների հաջորդականությունը s-ինչ թվի։ Շնորհակալություն այդ հարցը տալ։ Հիշացնեք ոնց էին ասում, որ օրինակ այդ կետում ֆունկցիա սահման ունի, չէ, ճիշտ ասած չեմ հիշում, այ։ Շատ լավ։ Եկեք էդի հիշենք, ֆիքսենք, որ էդի մեր այս արածից տարբերվում է, այսինքն ես այստեղ հասկանում ինքը շատ բան է, էլի, նման են իրար սահմանները, բայց հենց մի քիչ աշխատենք հետները, ոնց որ խնդիրների ժամանակ գործնականին, դեռ կընկնի տեղը։ Ուրեմն ժողովուրդ, այստեղ մենք ասացինք, որ վերցնում ենք ֆունկցիաների fn հաջորդականություն, մեջը դնում ենք ֆիքսած x ու եկեք ֆիքսած a ու այս ամենը ձգտում է b-ի, երբ այս երբը կարևոր է, էլի իրականում։ Երբ n-ը ձգտում անվերջի, այսինքն այս n-ը տա փոխվում, այսինքն դու ունես ֆունկցիաների հաջորդականություն։ Հիմա եկեք հիշենք սրանից լրիվ տարբերվող մի ուրիշ բան, որ սրա հետ չխառնենք, էլի, որը ասում է, եթե ունես մի հատ ֆունկցիա, որտեղ ֆունկցիաների հաջորդականությունը ուղիղ մի հատ ֆունկցիա, ու իր մեջ դնում ես ինչ որ մի x կետ, ինչ է լինում, երբ այս x կետը ձգտում է a-ին, այդ ժամանակ հնարավոր է որ sense բան լինի։ Կասենք, պատկերացրեք այս բանն է, ստե ունես a կետը եւ ինչ որ sense ֆունկցիա է, խնդրեմ։ Եթե իմ այդ input-ը, հա, մոտիկանում այս a կետին, այսինքն x-ը մոտիկանում է a կետին, ու նայում եմ ֆունկցիայի արժեքը այդ input-ում, այսինքն այս արժեքներն եմ նայում, այդ արժեքները գալի մոտիկանում են ինչ-որ մի հատ այսպես թվի, այս b թիվն է։ Այդ դեպքում նոր գրում եմ սա, գրում եմ f-ը x-ում ձգտում է b, երբ x-ը մոտիկանում է a-ին։ Բայց մի հատ ֆունկցիա է, ուստի մի հատ ֆունկցիա է, ուղղակի իր մեջ էս input-ը, x-ը մոտիկացնում եմ a-ին, տենում եմ, որ output-ը, այսինքն արդյունքը ստացված մոտիկանում է b-ին։ Սա այն է, երբ որ ֆունկցիայի սահմանը կետում, այդ ենք հաշվում։ Բայց ոչ թե ֆունկցիաների հաջորդականության սահմանը, այլ ֆունկցիայի սահմանը։ Այսինքն ձախից ենք գալիս ու աջից ենք գալիս, պետք է նույն տիպը ունենանք, դա էլ կոչվում է ֆունկցիայի սահման։ Անընդհատության սահմանման նման, չի՞ սա։ Շատ նման է։ Անընդհատության սահմանում ասում է, եթե ձախից ու աջից գանք ստանանք ինչ-որ մի թիվ, ու այդ թիվը հենց հավասար լինի a կետում ֆունկցիայի ընդունած արժեքին, այսինքն ես իրավունք չունեմ ֆունկցիան sense սահմանում, sense a կետում ուրիշ բան ու այսպես, հա։ Եթե a կետում իր արժեքը համընկնում է այդ սահմանի հետ, ֆունկցիան անվանում ենք անընդհատ։ Ու ինքը շատ նման է, ոնց որ մի երկու բառ ընդհանրապես ավելացրած լինի, այդ մեր նորմատիված սահմանմանը։ Այդ ձգտելու։ Որդ կտամ Ժորժան, եթե բան եք անում, մի հատ հետ գնանք նորից նայենք այդ համապատասխան դասերը, որ հիշենք էլ ինչ հասկացություններ կային։ Ուրեմն երկու բան ունես ֆունկցիա, ունես իր մեջ դրված այս input-ը։ Հնարավոր է այս ֆունկցիան ֆիքսված լինի, input-ը գնա ինչ-որ մի a-ի, եւ հնարավոր է հակառակը։ Input-ը ֆիքսված լինի, այս ֆունկցիաների հաջորդականություն վերցնես, ոչ թե f այլ fn, fn-երը գնան ինչ-որ մի տեղ, այսինքն n-ը ձգտացնես անվերջի։ Մենք հիմա նայում ենք այդ երկրորդ դեպքը։
Անկեղծ ասած, մենք այս դրա մասին կարենք շատ հանգիստ խոսենք անալիզի կտորի մեջ, այսինքն այս ֆունկցիաների զուգամիտության հատկություններ եւ այլն եւ այլն։ Սա տես լրիվ անալիզին պատկանող թեմա է, կարենք խոսենք դեռևս մի տես 10 քանի 20 դաս առաջ մոտավորապես, բայց մեզ անկեղծ ասած հետագայում այդ պետք չի գալու առանձնապես զուգամիտության այդ գաղափարները, հա, ֆունկցիաները որտեղ ձգտում են, թե չեն ձգտում, թե չէ ինքը շատ հետաքրքիր է։ Այսինքն կա այս զուգամիտությունը, կա ինչ որ էլ ավելի ինչ որ հզոր ուժեղ զուգամիտության տեսակ կոչվում հավասարաչափ զուգամիտություն, այդ ամեն շատ հետաքրքիր թեմաներ է, բայց թերևս մեզ հետագա process-ում պետք չի լինելու։ Ուղղակի, երբ որ խոսում ենք ֆունկցիաների հաջորդականության մասին, մտովի պատկերացրեք, որ ուրեմն ֆունկցիաների ինչ որ գրաֆիկներ են, հա, այսինքն առաջի ֆունկցիայի գրաֆիկն է, ինչ որ ասենք թե այս տեսքի, հետո երկրորդ ֆունկցիայի գրաֆիկն է այս տեսքի, երրորդը, չորրորդը եւ այլն, այս գրաֆիկները ինչ որ միտեղ եթե մոտիկանում են, ապա ասում ենք, որ ֆունկցիաները, ֆունկցիոնալ հաջորդականությունը ինչ որ կետում ձգտում է այսինչ թվի։ Տենց այն նորվա գրաֆիկը ձեր աչքի առաջ կարող ունենաք, որ պուլտը շարժում ենք ու շարունակ ֆունկցիաները ինչ որ միտեղ են ձգտում։ Այս օրինակով եթե նայենք, կարող եմ ասեմ, որ օրինակ 0.2 կետում, այսինքն մեր նորվա սահմանման մեջ վերցնենք անհավասար 0.2 ու դիտարկենք մեր այս fn ֆունկցիան, հա, fn-ը այս բան ձևավորում։ fn-ի արժեքը դիտարկեմ 0.2 կետում, այսինքն այս կետում ֆունկցիան ինչ արժեք է ընդունում։ Տեսնեք, որ այս արժեքները ասեն շարունակ, ասեն իջնում են ներքև, ձգտում են 0-ի, այսինքն fn 0.2-ը ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անվերջի։ Այս օրինակում։ Նույնը 0.6 կետում, հա, որ նայեք, հեսա մեծ արժեք է ընդունում, բայց հաջորդ ֆունկցիայի գրաֆիկը մոտավորապես այս տեսքն է ունեն։ Տեսեք, իջավ ներքև։ Էլ ավելի հաջորդ ֆունկցիան եթե վերցնեմ, դրա գրաֆիկը ինչ որ այսպես այս տեսքն է ունենում, այսպես փոքր արժեք է ընդունում, այսինքն էլ ավելի իջավ ներքև։ Ուսած շարունակ։ Այսինքն այն անիմացիան կարող հանգիստ բանանեք, տեսնեք, որ ցած քանի գնում է, փոքրանում է, այսինքն 0.6 կետում նույնպես fn հաջորդականության բոլոր ֆունկցիաները ձգտում են 0-ի։ Մենակ մեկ կետն է, այս մեկ կետն է, որում իրանք 0-ի չեն ձգտում, մնացած այս ուստեղ որ կետը ուզում եք վերցեք 0-ից մինչև 1, ոնց որ նշեցիք 0-ն փակ, 1-ը բաց։ Ինչ կետ ուզում ես վերցրու, այս իմ fn հաջորդականությունը այդ կետում ձգտելու է 0 թվի։ Շատ լավ։ Այս ոնց որ տենց ուղղակի թեթե մեջ ասում ենք, որ հետո օգտագործենք, բայց ոնց որ ասեցի, ինքը ուրիշ թեմայից է, էլի ընդհանրապես, ուղղակի մեզ պետք չի գալու այդ շատ խորությամբ իմանալ։ Շատ լավ։ Դե կարող վերցնենք, ասենք, այս ֆունկցիայի հաջորդականությունը, մի ուրիշ օրինակից տեղը գրած, fn(x)-ը հավասար է x n-երորդ։ Այսինքն ժողովուրդ, եթե վերցնեմ f1, n-ը հավասար է 1, ես կստանամ մի հատ ֆունկցիա f1 անունով, այս f1-ը ինքը ստանդարտ ֆունկցիա է, այսինքն սովորական հասարակ fx-ը հավասար է x ֆունկցիան է։ Այսինքն այսպես մի հատ գրաֆիկ ունեցող ֆունկցիա է, ամեն ինչ նորմալ է։ Հիմա եթե վերցնեմ n-ը հավասար է 2, ունենամ երկրորդ ֆունկցիան f2x, որը հավասար է x երկրորդ։ Այս երկրորդ ֆունկցիան եթե գծեմ, չէ, ինքը ինչ որ այսպես, ինչ որ բան է ստացվելու։ Երրորդ ֆունկցիան եթե գծեմ, եւ պատկերացնում եք լինելու է սա։ Չորրորդ ֆունկցիան էլ ավելի տենց ոնց որ տեսնում եք, քանի գնում է, սենց պարկում է դեպի ներքև։ Այս գիծը անընդհատ այսպես վերցնում փոքրացնում ես։ Քանի որ այս բանաձևա, չէ, ինքը տրվում x-ն-երորդ, n-ը մեծացնում ես, շարունակ փոքրանում է։ Կարող եք էլի վերցնեք, շատ տենց լավ տարբերակ է, ձեռով մի հատ գծել այս հաջորդականության առաջին մի քանի ֆունկցիաների գրաֆիկները։ Ու դե ոնց որ ինչա կարելի ասել այս դրա մասին։ Կարելի ասել, որ օրինակ եթե վերցնես 5 կետում արժեքները նայես, առաջի ֆունկցիան 5 կետում այս արժեքն է ընդունում, երկրորդը այս արժեքը, 5 երկրորդ, հետո 5 երրորդ, հետո 5 չորրորդ, հետո 5 հինգերորդ եւ այլն։ Օրինակ միլիոներորդ ֆունկցիան կընդունի 5-ը բաժանած միլիոնի։ Էլի ոնց որ նկատում եք, սա այն շատ քիչ չափով է տարբերվում մեր նախորդ այն դասի ընթացքում արած բաներից, էլի։ Զուտ թվային հաջորդականությունն է։ Եթե x-ի տեղը դնես 5, կձգտի 0-ի։ Նույն ձև եթե վերցնես x-ի տեղը, ասենք, a հավասար է 6 կետը նայես, հա, այսինքն նայես fn n-երորդ ֆունկցիայի արժեքը 6 կետում։ Ապա ինչ կլինի 6 n-երորդ։ Եվ ինչ է կարծում, ուր կձգտի, ինչա կարելի ասել այդ բանի մասին, լիմես fn-ը 6 կետում։ Տարբերակներ։
Զրույ։ Շատ ճիշտ է, էս էլ է ձգտում 0-ի։ Ոնց որ այն բանն է, էլի, որ նայում են գրաֆիկները, քանի գնում են, այսպես գրաֆիկները այսպես ավելի, այսպես ոնց որ տափակ լինեն, հա, ներքևիչն է։ Որ անընդհատ դու այնը մեծացնես, ֆունկցիաները այսպես կգնան, այսպես կտափակեն, կդառնան համարյա թե 0։ Այսինքն եւ 5 կետում արժեքը ձգտելու 0-ի, եւ 6 կետում արժեքը ձգտելու 0-ի, եւ 0 կետում արժեքը ձգտելու 0-ի, ու իրականում ցանկացած a կետում, չէ, այս ֆունկցիաների հաջորդականությունը եթե նայել, միգուցե չհամոզեցի, այդ դեպքում կխնդրեմ հարցեր տալ, բայց եթե համոզել եմ, ապա ինչ կետ ուզում ես ֆիքսի, այս x-ի փոխարեն ում ուզում ես դիր, հենց այնը մեծացնում ես, ինքը ձգտում է 0-ի։ Ճիշտ է, եթե x-ը մեծ բան դնես, օրինակ x-ը դնես միլիոն, n-ը պետքա շատ մեծ վերցնես, որ տեսնես որ թե դա ինչպես է 0-ին մոտիկանում։ Այսինքն եթե x-ը մեծ է, n-ը էլ պետքա շատ մեծ լինի, որպեսզի արժեքը 0-ին մոտիկ լինի, բայց ի վերջո, այսինքն երբ n-ը ձգտացնում ես անվերջի, ֆունկցիաների հաջորդականությունը այս բոլոր կետերում ձգտում է 0-ին։ Այդ երևույթին մենք հեսա կասենք, որ fn ֆունկցիաների հաջորդականությունը ձգտում է նույնաբար 0-ին հավասար ֆունկցիային։ Այսինքն ֆունկցիաները ձգտում են 0 թվին, բայց այն իմաստով, որ n ֆունկցիան են ձգտում, որը բոլոր կետերում 0-ի է ընդունում, այս է։ Այսինքն ուզում ես ասես, երբ որ այս n-ը մեծացնեմ, անդադ մեծացնեմ, քո ֆունկցիաների գրաֆիկները ամենավերջում, ոնց որ գնալու մոտիկանալու են այս կարմիր գծին, որը միշտ 0 է։ Այդ նախորդ դեպքում, այն որ x-ի են աշճան ենք քննարկում, այդ դեպքում մոտիկանալու են այս բանին, այսքան տեղը 0, 1 կետում 1։ Ինչ որ այսպես գրաֆիկ, սրան են մոտիկանալու։ Ուրեմն եթե վերցնենք ինչ որ fn ֆունկցիաների հաջորդականություն, բարձենք որ հաջորդականությունը, ասենք թե 1 կետում ունի ինչ որ մի սահման, հա, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, վերցրել եմ fn ֆունկցիաների հաջորդականություն, իրանց մեջ տեղադրել եմ 1 թիվը։ Եթե սա ձգտում է ինչ որ մի թվի, ասենք ինչ որ b-ի, եկեք այդ b-ի անունը դնենք j1, այսինքն զուտ նշանակում մտցնենք։ Այսինքն եկեք j1-ով, եթե այս նշանակումը դուր չի գալի, ժողովուրդ, կարող համարենք, որ նշանակել եմ b1-ով։ Այսինքն fn ֆունկցիաները ես ունեմ, իրանց մեջ բոլորի մեջ վերցնում տեղադրում եմ 1 թիվը ու նայում եմ, թե իրանք ուր են ձգտում։ Երբ որ ֆունկցիաների մեջ դու տեղադրում ես, պատկերացրեք f1, f2, f3, ու դու իրանց մեջ վերցնում տեղադրում ես a թիվը, ասենք 1 թիվը, արդյունքում ստանում ես թվեր, այսինքն ունենում ես թվերից բաղկացած թվային հաջորդականություն։ Այս թվային հաջորդականությունը արդեն հանգիստ կարա ձգտի ինչ որ մի տեղ, եթե սա ձգտում է ինչ որ մի տեղ, ինչ որ մի թվի, ասենք թե 7 թվի։ Այդ 7-ը վերցնում նշանակում եմ j1-ով։ Այսինքն j1-ով նշանակել եմ fn1 հաջորդականության սահմանը։ Հետո կարող եմ որտեղ են ձգտում իմ ֆունկցիաները երկու կետում։ Եթե երկու կետում իմ ֆունկցիաների հաջորդականություն ձգտում է ինչ-որ մի թվի, ասենք թե 4, j2-ով կարելի է նշանակել 4-ը։ Եթե նայեմ 6.4 կետում ուր են ձգտում, ուր որ ձգտեն այդ տեղյակը դնեմ j6.4, ոնց որ հասկանալի է։ Կունենամ արդյունքում այս քայլերը կրկնելով ինչ որ մի j ֆունկցիա, որտեղ j-ան էդի ցույց է տալու, այս j-ան հավասար է ալնելու նրան, թե որն է, այսինքն որ կետին են ձգտում a-ում, այսինքն որն է a-ում fn հաջորդականության սահմանը։ Կարծրասա ժոր, ստանում եմ մի հատ նոր ֆունկցիա։ Հա? Երիքա դու ֆունկցիաների հաջորդականությունը վերցնես, այն նոր որ գրաֆիկներ ենք գծել։ Ու նայես թե դրանց հետ ինչա տեղի ունենում, երբ n-ը ձգտացնում ես անվերջի, սենց։ Այն արանքը ընկած 0-ից մինչև 0.1 կամ 0-ից 0.8 բոլոր կետերի համար նայում ես թե որոնք են այդ կետերում ֆունկցիաների հաջորդականության սահմանը, նշանակում է j-ով։ Ասենք j0.6 հավասար է 0, j0.8 հավասար է 0, բայց j-ն 1 կետում հավասար է 1։ Ու տենց, ստանում ես նոր ֆունկցիա ստեղծության, այս դեպքում ուղղակի կասենք, որ մեր fn հաջորդականությունը բոլոր a կետերում ձգտում է j-ին a կետում։ Սա ես միշտ չեն կարել, էլի, ժողովուրդ, ընդամենը վերցրել եմ, ինչ որ մի քիչ էլ արհեստական բան եմ արել, ասել եմ j-ով նշանակել a կետում fn-ների սահմանը։ Լիմես fn-a բոլոր a կետերի համար։
Դա ոնց որ սահման է ցույց տալի։ J ֆունկցիան դիզայն ֆունկցիա է։ Պարտադիր չի գծային ֆունկցիան։ Ուղղակի ինչ որ ֆունկցիա է։ Այսինքն կախված է իմ fn հաջորդականությունից, եթե ավելի կոնկրետ ասեմ, f1, f2, f3 եւ այլն։ Այս fn հաջորդականությունը նայում եմ ուրա գնում 1 կետում, ուրա գնում 2 կետում, 6.4 կետում եւ այլ բոլոր կետերն նայում եմ ուրա գնում, եթե ինչ որ միտեղ գնում, այդ ինչ որ տեղից ձգտում է, ու ուղղակի դրանք գրի եմ առնում։ 1 կետում սահմանի անունը դնում եմ J1, 2 կետում սահմանի անունը դնում եմ J2 եւ այլն եւ այլն։ Եվ պնդում եմ, որ այսիմ fn հաջորդականությունը fn-ը ցանկացած a կետում ձգտում է այս j-a թվին, այս j-ան թիվը fn-ան հաջորդականություն։ Ասում եմ, այս հաջորդականությունը ձգտում է այս թվին։ Հարցեր, ժողովուրդ։ Հակճառ այդ j ֆունկցիան միշտ գոյություն ունի։ Շատ լավ հարց է, ընդհանրապես պարտադիր չի որ գոյություն ունենա։ Օրինակ այն նոր ինչ որ օրինակներ որ նայում ենք, կտեղանենք գոյություն ուներ, բայց շատ հանգիստ կարող ֆունկցիաների հաջորդականություն լինի, որը այտենց սահման չունի։ Միգուցե կարող վերցնենք օրինակ sense մի բան, ասենք թե sinus n։ Չէ, լավ, sinus n-ը մի քիչ շատ օրինակ կլինի, բայց եթե վերցնեմ sinus xn, այս հաջորդականությունն նայեմ, տեսեք n-ը որ դնում եմ 1 սա է լինում, n դնում եմ 2 սա է լինում, այսպես։ Եվ այլն, ուղղակի ոնց որ sense բանի նման, զսպանքի նման, պրոժի նման սխմվում են իրար, բայց հեչել ինչ որ սահման չեն ունենում, էլի, այսինքն այս ֆունկցիաների հաջորդականությունը օրինակ 1 կետում սահման չունի։ Տեսեք 1 կետում ինչ որ 1-ի շուրջը sense թռվռում են այս ֆունկցիաները, տարբեր ֆունկցիաներ տարբեր արժեքներ են ունենում 1 կետում։ Հեչ պարտադիր չի որ իրանք 1 կետում ունեն ինչ որ արժեք։ Չնայած ոնց որ տեսնում եք, sense այնքան են խտանում, որ բան չես հասկանում ինչա տեղ ունենում, բայց ասենք ընդհանրապես պարտադիր չի։ Ինչ որ լավ դեպքերի հետ որ աշխատենք, ասենք այդ x n-երորդ, հա, կամ x-ի n աստիճան եւ այլն, այդ ֆունկցիաները ամեն կետում ունեն սահման, հետեւաբար ամեն կետում այդ իմ j ֆունկցիան սահմանված է եւ լրիվ նորմալ է ամեն ինչ, բայց շատ հաճախ տենց չի լինում։ Այսինքն կարող մի վերցնեմ ինչ-որ անկապ ֆունկցիաների հերթականություն, օրինակ սա, երբ որ վերցնում եմ fn-ը, fnx-ը հավասար է sinus x անգամ n, այսինքն այս թվի սինուսն եմ նայում, սա n տառնա, ինչ է լինում, երբ որ x-ը դնում եմ 0, չէ, ուզում եմ էդի ստուգեմ։ fn-ը 0 կետում հավասար առնում sinus 0 անգամ n, չէ։ Դե 0 անգամ n, սա մի անգամից կգրեմ հավասար է 0, այսինքն sinus 0, sinus-ն է 0 կետում 0 է։ Այսինքն եղավ հավասար է 0։ Այսինքն տվեց որ fn-ը միշտ 0 է հավասար, հա, 0 կետում, այսին ֆունկցիաների հաջորդականությունը որ նայենք, միշտ 0 են։ Շնորհակալություն դարձեք, ես այս պուլտը այսպես որ տանում ենք, իրանք միշտ 0 կետում 0 են։ Հա, միգուցե շատ սխմեցինք, էլ լավ բան չի երևում այս էկրանի վրա, բայց 0-ն տեսեք միշտ 0 են, սխմվում են, բայց 0-ն 0 են։ Հետևաբար կարող ասեմ, որ ֆունկցիաների հաջորդականությունը, երբ որ n անվերջ ես ձգտացնում, 0 կետում ձգտում է 0-ի։ Բայց ուրիշ ոչ մի կետում ոչ մի բան չի ձգտում, էլի, օրինակ 2 կետում, ուշադրություն դարձրեք 2 կետում արժեքները, կարմիր ֆունկցիայի արժեքը 2 կետում։ Փոխում եմ n-ը, անընդհատ այդ արժեքը փոխում է, 1-ից իջնում է, 1 մեծանում է եւ այլն, այսինքն 2 կետում այս fn հաջորդականությունը սահման չունի։ 0 կետում այս հաջորդականությունը ունի սահման, որովհետեւ միշտ 0-ը 0 է։ Ուրեմն կարևոր դիտարկում եղավ, որ այս մեր սինուսի արժեքները ցանկացած 2 պիին պատիկ կետում իրանք էլի 0 են, հա, այսինքն այսի որ sense անեն սինուսի արժեքը պիում էլ է 0, 2 պիում էլ է 0, այսինքն պիին պատիկ բոլոր կետերում 0 է, դա շատ ճիշտ է, բայց տեսեք մենք եթե դիտարկել ենք sense բան, ասենք sinus p ուստեղ n, հա, եւ n-ը 1 2 3 4 արժեքներ դնենք, սա միշտ 0 է։ Բայց հարցն է, որ այնտեղ ունենք x, sense է sinus x անգամ n, եթե x-ը վերցնեմ p, հա, իրական շատ ճիշտ եք ասում, ահա, այդ ես բաց էի թողել, եթե x-ը վերցնեմ p դնեմ այստեղ, սա էլի կձգտի 0-ի։ Այսինքն n-ը ինչ ուզում է թող լինի, 1 2 3 4 եւ այլն, եթե x-ը p վերցնեմ, սա բոլոր կետեմ, բոլոր n-երի արժեքների համար 0 է։ Հետաբար ուզեն չուզեն, այսրանք բոլորը 0 են, հավասար եմ ձգտում են 0-ի։ Մերսի շատ դիտարկման համար, ոչ միայն 0-ը, այլ այս բանը տեղ ունենում, այլև p կետում։ Այ p-ն այստեղ է, չէ՞, ոնց որ թե այս կետը որ նայենք,
կարմիրով նկարեցինք, բայց այ հեսա մի խոսքով ոնց որ բանը էլի x-ը պետք է վերցնենք, շատ լավ, x-ի համապատասխանատվության դեպքում խոսքով այս մեր գրաֆիկների դեպքում n-ը ինչքան է փոխեմ, ուշադրություն դարձրեք, այս կապույտ կետում միշտ 0 է։ Մի քիչ լավ չերևում, բայց կարամ էլի զում անեմ ու տեսնենք, որ իրոք այս 3.14-ը չէ, մոտավորապես տեղարենք, հա, ինքը միշտ 0 է։ Շատ լավ, այսինքն հա, իրական այս ֆունկցիա հերթականությունն էս չի, որ բանա միշտ 0-ից բացի ուրիշ կետում չի ձգտում ինչ որտեղ, p կետում ձգտում է միշտ 0-ի, 2p-ում, 3-ում, այսինքն p-ին պատիկ կետերում իրոք ինքը շատ լավ ձգտում է 0-ի։ Բայց հա, ընդհանուր կարող ասենք p երկրորդ բանում նու p-ից պատիկ կետից բացի ուրիշ տեղերում չի ձգտի որևէ բանի։ Շատ լավ, մի խոսքով ուզում ենք սահմանենք գաղափարը ինչա տենում, երբ որ ֆունկցիաներ, ֆունկցիաների հաջորդականություններ ամեն կետում ինչ-որ մի բանի են ձգտում, այդ նշանակում է, որ եթե մի կետում մի բան ձգտում, երկուսում ուրիշ բան եւ այլն, այդ որտեղ որ ձգտում է այդ արժեքները վերցրու իրար վրա հավաքի, կստանաս թազա ֆունկցիա j եւ կասենք fn ֆունկցիաների հաջորդականություն ձգտում է j ֆունկցիային։ Կարճ գրում են sense, ասում են, նու ուղղակի fn / j։ Այսինքն ֆունկցիաները, fn-ները ձգտում են մի ուրիշ ֆունկցիայի, այսինքն սրա ամեն մի կետում ձգտում է այս j-ն համապատասխան կետում։ Սենց բան միշտ չի որ լինում է, ինքը երբեմն պատահում է, ասենք այդ մեր x-ը ներորդ հաջորդականության դեպքում, բայց ոչ օրինակ այդ սինուս x-ն, հա, այդ դրա դեպքում, կամ x-ի n աշճան այդ դրա դեպքում, կամ էլ լիք օրինակներ կարանք բերենք, որ դրանց դեպքում ֆունկցիաներ ունես, ֆունկցիաների հաջորդականությունն է ձգտում ինչ-որ մի ուրիշ ֆունկցիայի։ Մի խոսքով եթե տեսնեք տես բան, որ s ֆունկցիան ձգտում է այն ֆունկցիային, նկատի ունի s ֆունկցիայի արժեքը ամեն մի x կետում ձգտում է նրա արժեքին համապատասխան կետում։ Շատ լավ։ Եկեք այդ դրանը ուրեմն ֆորմալ սահման մտանք։ Հա, այս իրական մեր նորվա գծած այն մյուս գրաֆիկը ոնց որ լինի։ Սկզբից ունենք այս կապույտ ֆունկցիան, հետո ունենք մենք այս նանջագույնը, հետո կանաչը, կարմիրը եւ այլն, մոտիկանում են այս սևով ներկած այս ֆունկցիային։ Ասենք f1 միլիոներորդը, դա շատ նման առնելու այս մեր մոդուլ x ֆունկցիայի գրաֆիկին։ Եվ ուրեմն կասենք, որ fn ֆունկցիաների հաջորդականությունը ձգտում է j ֆունկցիային, եթե ինչպիսի x-ել վերցնես, տեղ դնես fnx jx, տեսեք հենց x-ը ֆիքսեցիր, եկեք x չասեմ, եկեք ասենք a, հենց a կետ դրեցիր սրանց մեջ, ֆիքսեցիր a, ուրեմն ցանկացած a-ի համար, սա արդեն դառնում է թվերից բաղկացած հաջորդականություն, սա էլ է դառնում թվերից բաղկացած հաջորդականություն, ու մեզ մնում է ընդամենը n-ը մեծացնել։ Այսինքն հետ են գալի են մեր արդեն իմացած թվային հաջորդականության սահմանին։ Ասում եմ, ինչ էպսիլոն ուզում ես ասա, ես քեզ կասեմ ինչ որ մի հատ մեծ n համար, ասենք մեծատառ n-ը հավասար է 1 միլիոն, ու կասեմ այն 1 միլիոներորդ անդամից հետո բոլոր f-ները a կետում, այդպես միահամուռ ձևով շատ մոտիկ են j ֆունկցիայի արժեքին a կետում։ Ստեղ էլի կարող պատկերացնեք 0.25, -0.25 օրինակի համար f1-ը a կետում այս արժեքն ընդունում, f2-ը այս արժեքը, f3-ը այս արժեքը, բայց ոնց տեսնեք, այս արժեքները քանի գնում են, իջնում են ու մոտիկանում են այս սրան, այս սևի վրա նշված համապատասխան արժեքին, 0.25-ին օրինակի համար։ Ու տենց, այս համար շատ չեմ խորանալ, որովհետեւ բանաձևը ինչա նշանակում, նախ պետք չի մեզ երկրորդն էլ ոնց որ եթե վերցնենք իրան համեմատենք, հա, մեր նախորդ անցածների հետ, նույն ձև կարող իրա մեկնաբանությունը տակ։ Շատ լավ։ Դե ֆիքսենք, այս նշանակում է, որ fn ֆունկցիաները ձգտում են j ֆունկցիային, այսինքն ֆունկցիաները ձգտում են ֆունկցիային։ Հարցեր։ Միշտ չի որ սենց է, անպայման նշենք, եթե վերցնես ֆունկցիաների հաջորդականություն, կարող ոչ մի ֆունկցիայի չձգտեն։ Շատ լավ, սրա վրա էլի չենք խորանում, որովհետև ինքը շատ լավ գաղափար է եւ այլն, լիքը հատկություններ ունի, կարող գուշակեք, հա, եթե fn-ը ձգտում է j-ին, 4 անգամ fn-ը կձգտի 4 անգամ j-ին, եթե fn ձգտում է j-ին, իր քառակուսին կձգտի j-ի քառակուսին։ Ոսկով սենց լավ հատկություններ, որոնք հետաքրքիր են, կարող են մեր դասագրքից կարդալ, calculus-ի գրքից, բայց անցնենք առաջ։ Ամեն դեպքում մենք խոսում ենք հավանականային ինչ-որ բաների մասին, պատահական մեծությունների մասին, հետեւաբար հարց առաջանում, այստեղ որտեղ տեսար ֆունկցիա, հա, եթե մենք խոսում ենք պատահական մեծությունների մասին, որտեղից առաջացավ այդ ֆունկցիաների զուգամիտության գաղափարը։ Եկեք sense մի հատ բան անենք,
Միջև այս պահը մենք միշտ պատահական մեծություն որ ասել ենք, իրան նկատի ենք ունեցել, ինչ որ մի բան, որի արժեքը չգիտես, ուղղակի x-ով ես նշանակում, տարբեր դեպքերում տարբեր արժեքներ կարող ընդունի եւ այլն եւ այլն։ Դա շատ լավ է, շատ նորմալ է, տենց է պետք է իրան վերաբերվեին։ Բայց հնարավոր է ժողովուրդ x-ին, եթե անկեղծ խոսենք, ապա պատահական մեծությունները, ասենք x, ինքը միշտ կախված է նրանից, թե ինչ որ մի պատահական բան է տեղ ունենում, դրա ելքը ինչ կլինի։ Այսինքն, օրինակ բերենք, հետո այս վերևի գրածը կմեկնաբանենք։ Եթե ասենք թե ասում ես x-ով, եկեք նշանակենք պատահական մարդու բոյը, չէ՞, ու x-ի մասին սկսում ես դատողություններ անել, x-ի միջին այսքան է եւ այլն, հավանականություն, որ 2 մետրից ավել է այսքան է, որ 1 մետրից պակաս է այսքան է, ինչ որ տես բաներ ես անում։ Իրականում կարելի է այս պատահականորեն վերցրած մարդու բոյ այս հասկացության մեջ հարց տալ ասել այդ որտեղ դες վերցնում այդ պատահականորեն վերցրած մարդուն, այդ random person, այսինքն ինչ որ մարդուց է, չէ՞, կախված։ Դու ինձ տուր մարդուն, ես իր բոյը կչափեմ։ Պրոստը հարցերն է, որ դու մարդուն պատահաբար ես ընտրում, էլի, լրիվ պատահական ձևով աշխարհում կա, ասենք թե 8 միլիարդ մարդ, օմեգա նշանակում է բոլոր մարդկանց բազմությունը, օրինակ ես, դուք բոլորը ովքեր որ նայում են այս տեսանյութը, իրանք ընկած են այս օմեգայի մեջ, հանդիսանում են օմեգայի ենթաբազմություն։ Բոլոր մարդկանց բազմությունը, եթե վերցնես օմեգայով նշանակես, ու ասես եկեք պատահական ձևով վերցնենք ինչ-որ մի մարդ օմեգայից, հա, այս է փոքրատառ օմեգա տառն, եթե հիշում եք, կարևոր չի։ Ասացել է, որ ցանկացած մարդու օմեգայի համար, եթե վերցնես մեծատառ օմեգայից որևէ մարդու, այս x-ը զուտ կստացվի այդ օմեգա անունը կրող մարդու բոյը։ Հա, այսինքն կարամ ես այս մեկնաբանեմ, կարամ ասեմ այսին, որ x-ով պատահական վերցած մարդու բոյն եմ նշանակել, սա իրականում որ պատահական մեծություն լինի։ Ներողություն, որ սա ֆունկցիա լինի։ Վերցնում ես պատահականորեն մարդուն, չափում ես իր բոյը։ Այսինքն, եթե Python-ով գրենք, sense բան է ստացվելու։ X-ը հավասար է մի ֆունկցիա, որը վերցնում է օմեգա մարդուն, վերադարձնում է իր բոյը։ Վերցնում է օմեգան, վերադարձնում է ինչ որ մի t։ Պարզապես հարցն է, որ այս ֆունկցիան ինքը այն մեր անալիզի իմաստով ֆունկցիա չի, էլի, նես չի, որ իր input-ը ասենք թե 0-ից 1 միջակայքի թվերն են եւ այլն, չէ։ Ինքը ինչ որ այդ օմեգան որ վերցնում, դա պարզապես բոլոր ելքերի բազմությունն է, բոլոր մարդկանց բազմությունն է։ Օրինակ, վերցնում ես Արթուր Աբրահամին, տալիս ես իրան, ասում է 1.75։ Այսինքն ըստ էության ամենի պատահական մեծություն ինքը ֆունկցիա է հանդիսանում։ Սա այն մեր ոնց որ այս գաղափարին մարդիկ միանգամից չեն եկել, ինչ որ ժամանակա պետք եղել մինչև 1930-ականների սկզբին մաթեմատիկոսները այս եկեն ասեն եկեք պատահական մեծությանը վերաբերվենք որպես ֆունկցիայի եւ դա ֆիքսել են եւ դրանից հետո մենք ինչ որ լավ տենց սա ուղղակի օգնում է էլի որ ինչ որ լավ գործիքներ զարգացնես դա չէ իրական նորմալ է որ պատահական մեծությունը դու հասկանաս այն իմաստով ոնց որ միջև այս մենք խոսել ենք դա տենց ուղղակի ֆիքսենք եթե դու ինձ տաս պատահական մարդկանց բազմությունից պատահական մի հատ օմեգա վերադարձնես x օմեգան կլինի իր բոյը այսինքն x-ը ստացվում է ֆունկցիա է որը այս մեր բոլոր մարդկանց բազմությունից օմեգայից գնում է դեպի թվերի բազմություն, դեպի r։ Հա, x-ը այդպեսի մի ֆունկցիա է ստացվում։ Թեև sense մտածելը այտենց ինչ որ առումով օգտակար է, բայց եթե խնդիրը ուզում լուծես, sense այս դեպքում մտածելը օգտակար չի։ Եթե խնդիրը ուզում լուծես, ուղղակի ասում ես x-ով նշանակենք այս ինչ բանը եւ անցնում ես առաջ։ Բայց եթե խորանանք տեսականորեն պատահական մեծությունները իրանք ֆունկցիաներ են։ Այս տենց բան է, ինչ որ մի քիչ բարդ է այդ համակերպվելը կամ ընդունելը եւ այլն, ուստի խնդրում հարցեր տա։ Այսինքն մեր իմացած պատահական մեծությունն է, որ մենք հավանականությունից նայում ենք, ֆունկցիա է, որ input ունի, վերցնում է ու ինչ որ հավանականության արժեք է տալիս։ Շատ ճիշտ է։ Եկեք sense ասենք, ոչ թե հավանականության արժեք, այլ ուղղակի ինչ որ արժեք, հա, օրինակ մարդուն տալիս ես, վերադառնում է մարդու բոյը ինչքան է։ Մի որևէ թիվ։ Կարա հավանականության ոչ մի կապ չունենա, կարա ուղղակի թիվ լինի։ Ասենք այն բանը ոնց է, ինչ որ sense խնդիր ենք խաղում, ասում ենք զառը գցում եմ, եթե զառը ընկավ 1, շահում եմ, ասենք թե $100, եթե զառը ընկավ 1-ից բացի ուրիշ բան, այսինքն 2, 3, 4, 5 կամ 6, այս բոլոր դեպքերում, ասենք կորցնում ենք $100 կամ ինչ որ կորցնում ենք $10, լավ։ Նշանակում է ֆունկցիա է ըստ էության, էլի, դու կախված թե զառի վրա ինչ կընկնի, ասենք 1 կընկնի, կշահես 100, 4 կընկնի, կպարտվես 10,
կամ այս օրինակում, հա, դու ունես մարդկանց բազմություն, սրաշայ բոլոր մարդկանց հավաքել ինչ որ սենյակի մեջ, պատահական ինչ որ մեկին վերցնում ես, ինչ որ օմեգա մարդու։ Այ քո x պատական մեծությունը կվերադառնի կախված այդ օմեգա մարդուց ինչ որ մի թիվ։ Կլինի այդ օմեգայի բոյը, հասակը։ Բայց ոնց որ օմեգան պետքա վերցնենք, նոր սա լինի։ Այսինքն այդ իմաստով ինքը ֆունկցիա է, վերցնում է յուրաքանչյուր այդ բանի համար, ելքի համար զառի ելքը կամ այդ սենյակից ասում ես մի հոգի դուրս գա, այդ ով որ դուրս եկավ իր բոյն է չափում։ Այդ դրանք լինում են քո ինպուտը եւ ինքը ամեն մի ելքի համար համապատասխանում է ինչ որ մի թիվ։ Ուրեմն այդ իմաստով այո ֆունկցիա է։ Չնայած ոնց որ նորից եմ ասում, որ երբ որ ինչ որ խնդիրներ եք լուծում եւ այլն, սա այտենց անօգուտ ինֆորմացիա է, էլի որ ֆունկցիա է եւ այլն, բայց տեսականորեն ֆունկցիա է։ Գործնականում միգուցե այդքան է պետք չգա այս փաստը, բայց իրանք ֆունկցիաներ են օմեգայից դեպի թվեր։ Երբեմն դաժե դժվար է այդ ասել, թե այդ ֆունկցիան ինչ բանաձև է որոշվում։ Այստեղ օրինակ մի ուրիշ էլի հեշտ օրինակ կա, ասում եմ կոպեկը նետում ենք, չէ, այսինքն երկու հնավոր ելք, x-ով նշանակենք, եթե ուրեմն գիրանք է 1, եթե հուշանք է 0, ասենք, թե, դες ասում է x-ը ֆունկցիա է, որը հաշին վերադարձնում է 1, t-ի դեպքում վերադարձնում է 0, այսինքն երկու այս բաների դեպքում ինպուտներ ունեն համապատասխանաբար սրան 1 է տալիս, սրան 0 է տալիս։ Էլի ստացվեց ֆունկցիա։ Բայց ասենք կարակ շատ հանգիստ հարց տակ, ասենք լավ, վերցնենք, ենթադրենք կոպեկը գցում ենք, ու նայում ենք, ասենք թե լավ 20 անգամ կոպեկը գցում ենք, հիմա նայում ենք x-ը բինոմական բաշխում 20 յուրաքանչյուր կոպեկի նետումը 1/2 ենթադրենք, ասում ենք x-ով նշանակենք, թե այդ 20 հատ կոպեկից քանի հատը կընկնեն, ասենք թե գիր։ Հա, կարակ նենց բան ասենք։ Ու կարող հարց տակ, ասեք ո՞նց է այս x-ը, ո՞նց է ինքը ֆունկցիա։ Արդյոք սա ֆունկցիա է, թե դու մեզ խափում ես։ Այդ դեպքում ոնց որ լուծումը կլինի հետևյալը։ Որ պատկերացրեցիք խնդիրը, որ նա 20 անգամ կոպեկ են գցում, ամեն մեկը 1/2 հավանականությունով։ Եվ x-ով նշանակում ենք, թե սրանցից քանի հատնա եղել ենթադրենք գիր։ Այսինքն x-ը կարանտունի, ասենք թե 4 արժեքը։ Կարանտունի 5 արժեքը, 6, մի խոսքով 0-ից 20 ամեն մի արժեք։ Այդ արժեքների հավանականությունները մենք խոսել ենք այդ անցած դասին բինոմական բաշխումով է որոշվում։ Բայց ոնց որ հարց առաջանում, իսկ այս x-ը ով ասում, որ սա ֆունկցիա է։ Եթե ֆունկցիա է, ինչի՞ց է դա կախված։ Նման դեպքերում եթե իրոք փորձում եք այդ հարցի պատասխանի հետևից գնաք, ասած ուղղակի հնար կա աշխատում։ Ասում է, ասենք առաջինը գցել ես գիր, երկրորդը գցել ես ուժ, երրորդը գցել ես գիր, հետո գիր եւ այլն եւ այլն։ Ասում ես բոլոր այս հնարավոր, տեսեք 20 հատ տառից բաղկացած ինչ-որ մի բառ է ստացվել, ասում 20-յակ է ստացվելու, հա, 20 հատ էլեմենտ երկող շարած։ Բոլոր հնարավոր այս էլեմենտները վերցրու, այսինքն բոլոր g եւ այլն, հետո հաջորդը լինում է առաջինը ղուշ, հետո գիր եւ այլն, հետո լինում է գիր, հետո ղ, հետո g եւ այլն, խոսքով լիքը տարբերակներ կա։ 2-ի 20 արժան, այդքան հատ տարբերակ կա։ Նման դեպքերում ասում են եկեք օմեգայի մեջ վերցնենք, գրենք բոլոր այդ տարբերակները, հա։ Եթե 20-ի տեղը 3 գրեի, չի ալարի օմեգան կգրեք, ասեի օմեգան հավասար է գիր, հավասար է գիր, ղուշ, գիր, հավասար է խոսքով գիր, ղուշ, Նրանք եթե վիդեո եք նայում, այս պահը կարող առաջտակ իհարկե։ Ու sense, մի խոսքով ինչ որ 8 հատ տարբերակ է լինելու, վերջինը լինելու է ղուշ։ Կարաս ասես, որ իմ x-ը ֆունկցիա է։ Ինքը ասում է, եթե ընկած լինի 3 հատ գիր, ես կվերադարձնեմ, ասենք թե 3։ Եթե ընկած լինի 2 հատ գիր, 1 հատ ղուշ, ես կվերադարձնեմ 2։ Այսինքն ինքը ընդամենը հաշվում էր քանի հատ գիր կա այդտեղ։ Ուրեմն ասեմ, նույնիսկ այս ամենաանհավատալի դեպքերում, երբ որ ասենք որ բինոմական բաշխում կամ երկրաչափական բաշխում կամ տենց մի բան։ Նույնիսկ այս դեպքերում մաթեմատիկորեն կարելի է շատ տեսական ձևով օմեգան անենց բռնցնես, տվյալ դեպքում օմեգան բռնցրել եմ եռյակները բոլոր։ Եթե մյուս խնդիրը լուծեք, 20-ի դեպքում վերցնեմ բոլոր 20-յակները։ Օմեգան անենց է բռնցնում, որ ստացվի ամեն մի օմեգայի այս հնարավոր ելքի համար x-ը ընդունում է ճիշտ մեկ արժեք։ Սրա մեջ եղած ուրեմն այդ գիրերի քանակը։ Ու տենց, այսինքն մի քիչ էս շատ տենց ոնց ասեմ, շատ նյուկլյուժի բան է, էլի, որ ոչ մեկի պետք չի այս տեսակի ինչ որ գործիքներ, բայց տեսականորեն ուրեմն հանուն տենց ճշմարտության կարելի ասել, որ x-ը
ամեն դեպքում ֆունկցիա է։ Նույնիսկ եթե ինքը բինոմական բաշխումով այն ինչ-որ քանակ է հաշվում կամ ինչ-որ, չգիտեմ, Պուասոնի բաշխումով է, էլ ինչ-որ տենց քանակ է հաշվում, միևնույնն է, պատահական մեծությանը կարելի է համարել ֆունկցիա։ Եթե դու իմանաս, թե այս օմեգայի մեջ գտնվող բոլոր հնարավոր ելքերից որ մեկն է եղել, օրինակ այս ելքն է եղել, ապա դու կիմանաս, թե x-ի արժեքը ինչի է հավասար, այսինքն x-ը կախված է, թե որ ելքն է տեղի ունեցել։ Ուրեմն, եթե ունենայի պատահական մեծությունների հաջորդականություն, x1, x2, x3 եւ այլն, կարող ես մեր նախորդ սլայդներում ինչ որ ասացինք, նույնը ընդհանրացնեմ դրանց համար։ Տեսեք, ես գիտեմ, եթե ֆունկցիաներ լինեն, ֆունկցիաների գրաֆիկներն է կարամ գծեմ, ասեմ, այս ֆունկցիաները ձգտում են այսինչ ֆունկցիային։ Պարզվելու է հիմա, որ կարելի է նաև վերցնել x-ն պատահական մեծություններ, ասել, որ այս x-ն պատահական մեծությունները ձգտում են ինչ-որ մի ուրիշ, ինչ-որ y պատահական մեծության։ Մենք հիմա կխոսենք այդ մասին, կքննարկենք ոնց է դա ուրեմն հնարավոր անել։